Կարծում եմ դրանք փոխադարձաբար լրացնում են մեկը մյուսին, գիտությունը օգնում է դատավորին ավելի արդյունավետ գործել, իսկ դատավորի պրակտիկան գիտությանը զարգացնել, արդիականանալ, իրական կյանքի պահանջմունքներին համապատասխան։ Ի վերջո, գիտությունը դատավորին տալիս է հիմնավորված մտածողություն, իսկ դատավորի գործունեությունը գիտությանը կենդանի նյութ ուսումնասիրության համար։ Ցանկացած պարագայում, երբ որ լսարան ես մտնում, այն գիտակցումով ես մտնում, որ չպիտի լինի այնպիսի հարց, որ ուսանողը քեզ տա ու դու դրա պատասխանը չգիտես։ Դատական իստեի դահլիճում հակառակն է, հարց տվողը դու ես։ Այդ իսկ պատճառով ամեն անգամ թեմային առնչվող ինչ-որ համապատասխան գրականությունը նայելը իրականում դատական ակտեր գրելուց էլ է օգնում, որովհետև միշտ են, որ աշխատանքի մեջ ասում եմ նոր նախադեպ կա եւ այլն, ասում են երբ ես հասցնում այդքան կարդաս, ասում եմ դե ոնց որ մեկը մյուսին լրացնում է, այդ առումով իրականում շատ է օգնում։ Օրենսդրության գլխավոր խոցելի կողմերը տեսնում եմ այնտեղ, որտեղ այն դեռ չի հասցրել ապահովել հստակությունը, կանխատեսելիությունը եւ կիրառելիությունը։ Գիտությամբ զբաղվելը շատ է օգնում ու ես շատ հաճախ նույնիսկ իմ դատական ակտերի մեջ որոշակի հղումներ եմ անում, այդ թվում եւ իմ գիտական հոդվածներից, երբ որ ինչ-որ խնդիր ա լինում մեկնաբանման եւ այլն, քանի անգամ եղել է, որ հիշել եմ, որ դրա հետ կապված հոդված ունեմ, copy paste եմ արել, դրել եմ իմ հոդվածի ինչ-որ մասեր ու ինձ շատ հետաքրքիր ա եղել, որ այդ ակտերս բողոքարկվի, տեսնեմ վերաքնիչն ինչ է ասում ու ճիշտ ասած մեծամասամբ անփոփոխ ա մնացել։ Տարբերությունը հիմնականում մտածելի կերպի մեջ է։ Ես ավելի շատ հիմնվում եմ փաստերի, փորձի, հետևությունների վրա, մինչդեռ նրանք գաղափարների, ինտուիցիայի եւ տեխնոլոգիաներին։ Երբ որ ես էի ուսանող, կաշկանդված էինք, ավելի քիչ մեր ուժերի վրա վստահ, ցանկացած աշխատանքի պատրաստ էինք եւ այլն, հիմա մեր ուսանողներին ամեն աշխատանքով չես կարող գրավել։ Նրանք ինձ հիշեցնում են փորձելու եւ չվախենալու արժեքը, իսկ ես իրենց արժևորելու փորձը։ Ես իրականում փորձում եմ ստեղծել, բայց բնականաբար սահմանագծեր պահելով, որովհետև շատ դժվար է այդ սահմանագիծը պահել, որպեսզի այդ դասախոս ընկերական հարաբերությունները ել ավելի չխորանան։ Այո, ստեղծում եմ, բայց այն սահմաններում, որտեղ ընկերությունը օգնում է ուսուցմանը, այլ ոչ թե խանգարում դրան։ Պարոն Խանդանյանը ոչ միայն զուտ վարչական իրավունքի շրջանակներում է մեզ փորձել խորհուրդներ տալ, դասավանդել, այլ նաև ինչու ոչ բարոյական շատ մեծ կոնտեքստ է եղել իր դասերի հետ կապված։ Ցանկացած պարագայում փորձում եմ իրենց հետ նաև ընկեր լինել, ինչ որ խորհուրդներ տալ, այդ թվում եւ դասից հետո թույլ եմ տալիս, որ որոշակի դեպքերում ինձ էլեկտրոնային փոստի միջոցով գրեն, հարցեր տան եւ այլն, այսինքն ես փորձում եմ իրենց համար հասանելի լինեմ։ Գիտնական դառնալու ճանապարհին ամենադժվարը սպասելն էր։ Երբ մյուսները արդյունք էին ուզում տեսնել, ես դեռ հարցեր էի փնտրում։ Գիտնական դառնալու ճանապարհին երևի ամենաբարդ փուլը դա մագիստրոսից հետո ասպիրանտ դառնալն էր, որովհետև երբ որ մագիստրոս ես, ինչ որ աշխատանք ես գրում եւ այլն, ըստ էության շատ քննադատաբար չեն վերաբերվում քո աշխատանքին եւ երբ մագիստրատուրայից հետո սկսում ես նոր քայլեր կատարել, որ գիտական հոդված պետքա գրես եւ այլն, այդ սկիզբը ինձ համար շատ դժվար էր։ Վերջերս եմ պաշտպանել դոկտորական ատանախոսությունը, ստացել եմ իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան, ապրումները ուղղակի աննկարագրելի էր, հաշվի առնելով նաև այդ process-ը բավականին երկար տևեց։ Մի քանի անգամ ինչ-որ գիտական հոդվածներ գրելուց հետո ղեկավարը նշում էր, որ գիտական նորույթ չկա, գիտական ոճը լավ չի եւ այլն, այդ ոչ ձևավորելը, գիտական նորույթ մտածելը, դա թղթին հանձնելը, այդ պահը շատ դժվար էր եւ ինձ մոտ 2 տարի պահանջվել է մինչեւ գա հասնի այդ պահը, որ ես հասկանամ, որ ես իմ գրածը ինձ դուր է գալիս։ Ավելի հակված եմ մտածելու, որ ոչ թե ակադեմիական ազատությունը սահմանափակում է դատավորին, այլ ընդհակառակը դատավորի կարգավիճակն ու պարտականությունները որոշ չափով սահմանափակում են
նրա ակադեմիական արտահայտման ձևը, քանի որ առաջնային են մնում դատական անկողմնակալությունը եւ հանրային վստահությունը։ Ակադեմիական ազատությունը չեմ կարծում, որ կաշկանդում է, որովհետև ցանկացած պարագայում մենք դատավորի գործունեության ընթացքում եւս ազատ ենք իրավական նորմերի մեկնաբանության հարցում, նյութական իրավունքի նորմերի, դատավարական իրավունքի նորմերի եւ նույնիսկ երբեմն ոչ թե կաշկանդում է, այլ ավելի շատ օգնում է։ Գիտելիքից զատ նրանց փորձում են փոխանցել պատասխանատվության զգացում, առողջ քննադատական վերլուծության մշակույթ եւ մասնագիտական էթիկա։ Նաեւ կարեւոր է գիտակցել, որ ժամանակակից աշխարհում գիտությունը արագ հնանում է եւ ուսանողը պետք է սովորել ամբողջ կյանքի ընթացքում։ Միշտ խորհուրդ եմ տալիս, որ կյանքում եթե ունենաք միանգամից շատ առաջընթացներ, խնդրում եմ մեծամիտ չդառնաք, մարդ մնալ ամենակարևոր արժեքն է եւ այլն, ու իրականում կարծում եմ, որ հիմնական դասապրոցեսից դասախոսը պետք է նաեւ լավ ուսուցիչ լինի։ Արհեստական բանականությունը կարող է արդյունավետ աջակցել կրթական գործընթացին, օգնել արագ գտնել տեղեկատվություն, համակարգել գիտելիքը եւ խորացնել վերլուծությունը։ Սակայն գտնում եմ, որ այն չի կարող փոխարինել անձի ինքնուրույն մտածողությանը, մասնագիտական դատողությանը եւ արժեքային ընկալումներին։ Ես ճիշտ ասած երևի շատ հազվագյուտ մարդկանցից եմ, որ շատ քիչ եմ արհեստական բանականության օգտագործում, երևի թե միակ դեպքը, որ օգտագործում եմ, ինչ որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի որոնումն է եւ այլն, հակառակ պարագայում շատ չեմ օգտագործում, բայց ես ասեմ հիմա շատ նկատելի է դրա օգտագործումը, նույնիսկ հայցադիմումներ ենք ստանում, որոնք արհեստական բանականության միջոցով են գրված եւ դա իրականում ակնհայտ երևում է։ Իմ աշխատանքների մեծ մասը վերաբերվում է վարչական իրավունքի եւ վարչական դատավարությանը, քանի որ այս իրավունքի ճյուղերը Հայաստանի Հանրապետությունում համեմատաբար նոր եւ շարունակական զարգացող ուղղություններ են, դեռևս առկա են տեսական եւ գործնական մի շարք հարցերի խորքային մշակման անհրաժեշտություն։ Այդ պատճառով աշխատանքները գրվել են ոչ միայն ակադեմիական, այլ նաև կիրառական նպատակով իրավագիրառ պրակտիկային աջակցելու տրամաբանությամբ։ Երկու դասագրքի համահեղինակ եմ, մեր քաղաքացիական դատավարության ամբիոնը վերջին տարիներին ձեռնամուխ ա եղել քաղաքացիական դատավարության ուսումնական դասագրքի կազմանը, որտեղ երբ որ ես ուսանող էի, մենք դասագիրք չունեինք եւ հեղինակային խումբ ստեղծվեց, ես երևի այսպես ասած նոր դասախոսներից էի, ում ընդգրկեցին խմբի կազմում։ Մենք հրատարակել ենք վերջին 4 տարում արդեն 2 դասագիր՝ քաղաքացիական դատավարություն 1 եւ քաղաքացիական դատավարություն 2։ Իհարկե, որպես հեղինակ միշտ հաճելի է տեսնել, երբ որևէ միտք կամ մոտեցում կիրառվում կամ կոչվում է պրակտիկ գործունեության ընթացքում։